Պարոն Մխիթարյան, ասացիք գալու է ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որի բովանդակությանը ոչ մեկ ծանոթ չեն։ Այլընտրանքը դրա ձեր պատկերացմամբ ո՞րն է լինելու, այսինքն Հիմա եթե դուք ասում եք այլընտրանք, հիմա եթե ես ձեզ ասում եմ սպասեք, ես ձեզ ասում եմ այս մեքենան վերցրեք, դուք ասում եք, բայց այս ինչ մեքենա, ասում եմ կապ չունի։ Ասում եք, բայց եթե չգիտեմ։ Հիմա դուք փաստաթուղթ է մարդը, այս սովորական փաստաթուղթ չի բան, ԶԱԳՍ-ի վկայական չի, էլի։ Երկու հոգով չեն մտնում ԶԱԳՍ։ Ես չգիտեմ, դուք վստահ եք, որ դա խաղաղություն բառը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Կներեք, ես 2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ, 2021 թվականին այդ խաղաղության օրակարգով մարտիկ եկան, 2022 թվականին եղավ ջերմուկի դեպքերը, 2023 թվականին վերջնականապես հանձնվեց Արցախը։ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր հիմքերը պետական, որի վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել սահմանադրությունը, մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից։ Այս ամեն ինչ որ ես ասում եմ, իշխող ուժի ղեկավարը իր բերանով է ասել, որ մենք սպասեք, ամեն ինչը բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու ու այդ շանտաժը, որ խրխրացող падգամավորներ կան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որոնց սովորաբար նոր տարվա սեղանին դրանց մարմնի մի հատվածն են դնում։ Այդ խրխրացողները, երբ որ Արցախի մասին խոսում են, այդ առանց մայկատրուսիկ ծառայացները, այդ որ անընդհատ բոլորին ինչ որ չծառայելու կամ բանակից փախնելու մեջ են մեղադրում, արտգործնախարարի տեղակալը, կասեք ինչ գիտությունով է զբաղվում։ Հարցրել եք երբևիցե։ Որ տեղակալ։ Հա, այդ երևույթի։ Ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով էին բանակից ազատվել։ Անդրանիկ Քոչարյանի տեղն ինչ գիտություն է։ Ես այս կոնկրետ բաներ եմ ասում։ Սպասեք, մի մտեք այդ Արցախի գիծը, Արցախի իմ ներսում է, սպասեք։ Արցախի իմ ներսում է, իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է 150,000 հատ Նիկոլ Փաշինյանը իրապես խրխրացող բաներ լինեն, ուսապարկեր լինեն, այդ Արցախի օրակարգը, որ իրանց մտածում են լեննականում, որ բերեցին Արցախի օրակարգ մցրեցին բանը, գյումրեցիները, վայ, Շիրակի մարզից ու Գյումրիից ամենաշատ տղեկն են գնացել Արցախում ծառայել, ամենաշատը։ Այդ հստակ վիճակագրություն կա, այդ մեկ։ Երկրորդը, ով գյումրեցուն ուզենա ներկայացնի վախկոտ, բանակից փախնող, փողով Արցախից թռնող, Արդեն հակադարձել։ Դե այսօր գյումրեցիները իրանց պատասխանը այդ ամեն ինչին կտան, որովհետև մարդը նույնիսկ բառապաշարի մեջ ենքան հստակ չի, որ ասում է Արցախը ենքան վատ տեղ էր, վատ չէ, վտանգավոր բառ կա, եթե ուզում ես օգտագործես, պետք է օգտագործես վտանգավոր բառը, ոչ թե վատ։ Հայաստանի Արցախի մասին երկրորդ անդրադառնալիություն քարոզեց։ Ես գիտեմ մի շատ կարևոր բան ժողովուրդ ջան։ Արցախի մասին խոսելուց ես միշտ շատ ավելի հուզմունքով եմ խոսում, որովհետև 2016 թվականից սկսած իմ կապը իմ հայրենիքի, իմ փոքր հայրենիքի, իմ ցավոք սրտի էսպայի դրությամբ զավթված հայրենիքի հետ շատ ավելի կոնկրետ է եղել եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ ապրիլյան պատերազմի մասնակցած գյումրեցի ընկերներ։ Նարեկ ջան, մի վարքան էլի։ Դրա համար այն բոլոր մարդիկ, ովքեր փորձում են հրապարակներում գոռալ, որ Գյումրիի ընտրություններով փորձում են լուծել Արցախի հարցը, Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Գյումրիի հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու նոր իմպուլս տալու հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք ի վերջո փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը, որովհետև ցանկացած գյումրեցի տղամարդու համար այդ բոլորի անունից եմ ասում, կապ չունի ԿՊ-ական է թե ինչական է, իրոք ամոթ է 40-րդ տարելիցն է մոտենում երկրաշարժի, մեր քաղաքը այս վիճակում է։